Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք կանաչիով կոտլետներ, որի համար մեզ անհրաժեշտ է կանաչի, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, ալյուր եւ համեմունքներ։ Մանր կտրատում ենք կանաչին, այնուհետև քերիչով սկսում ենք անցկացնել գազարը, սոխը եւ կարտոֆիլը։ Այնուհետև ավելացնում ենք ձուն եւ համեմունքները ըստ ճաշակի։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև 2 պճեղ սխտոր։ Կանաչիով կոտլետները շատ համեղ են ստացվում, վիտամիններով հարուստ են և շատ քնքուշ համ ունեն։ Հագնում ենք ձեռնոցները և մի լավ խառնում ենք զանգվածը։ Հետո նորից ավելացնում ենք ալյուրը և սկսում նորից խառնել։ Անցնում ենք տապակելու գործընթացին, տաքացնում ենք թավան, ավելացնում ենք բուսայուղը և սկսում կոտլետներից գնդիկներ պատրաստել։ Կանաչիով կոտլետները կարելի է նաև վերջում պաքսիմատի մեջ թաթախել և այդպես տապակել։ Ափսոս ձեզ չեմ կարող փոխանցել այս անչափ համեղ համը։ Դուք էլ փորձեք և կհամոզվեք։ Բարի ախորժակ։